Մինչև խաղաղության խաչմերուկի լուսացույցը կփոխվի կանաչ, գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է իր համար դիվիդենտներ գտնել։ Միացյալ Նահանգներն է արձագանքել, Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այս շաբաթ ես խոսեցի Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիկմեթ Հաջիևի հետ։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ առաջընթաց են գրանցել եւ համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ մենք պետք է այժմ վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը, ազատենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։ Իսկ ինչու է Ամերիկայի Միացյալ Նահանգներին խաղաղություն պետք Հարավային Կովկասում։ Պատճառները շատ են, ասում են փորձագետները։ Առաջինը Թրամփի ու նրա վարչակազմի իմիջի հարցն է։ Վաշինգտոնը հաշվի է առնում տարածաշրջանի հնարավոր օգուտները։ Ըստ փորձագետի, սա էլ երկրորդ հանգամանքն է։ Թրամփի վարչակազմը հստակ ցույց է տալիս, որ իր արտաքին քաղաքականության մեջ կարևոր նշանակություն ունի տնտեսական կոմպոնենտը եւ տնտեսական կոմպոնենտ ասելով էլ ավելի շատ հումքային ռեսուրսների հանգամանքը։ Օվալաձև գրասենյակի ղեկավարի օրակարգում Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու եւ Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու հարցերն են։ Միջազգայնագետի խոսքով Միացյալ Նահանգներին հարկավոր չեն լարվածության նոր օջախներ։ Նրան հիմա անհրաժեշտ է առավել խաղաղ Հարավային Կովկաս եւ ընդհանրապես հիմա ինքը ունի այլ առաջնահերթություններ, իդեմս ուկրաինական պատերազմի կանգնացման, իդեմս Իրանի հետ բանակցությունների եւ այս կարևոր հարցերը, որոնք իր արտաքին քաղաքականության մեջ անկյունակարային են, իհարկե շատ ավելի կարևոր են եւ ցանկացած գործընթաց, որը կարող է բացասական ֆոն ստեղծել իր հիմնական ծրագրերի իրականացման տեսանկյունից, իհարկե իրեն անհրաժեշտ չէ։ Փորձագետների խոսքով այժմ Թրամփին անհրաժեշտ չէ Ռուսաստանի դեմ ձևավորել նոր լարվածություն, հակառակը նրան պետք է Ռուսաստանի աջակցությունը ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական խնդիրները լուծելու համար։ Բացի այդ, Միացյալ Նահանգները փորձում է Ադրբեջանին զերծ պահել արկածախնդրությունից եւ թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում։ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան, մանավանդ երեկվա մամուլի հաղորդագրությունների տարածման ֆոնին եւ դրան անմիջապես հետո հաջորդած այս գրառումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները փորձում ինչ-որ զսպող մեխանիզմներ կիրառեն։ Միացյալ Նահանգներն ուզում է պահպանել գերտերության կարգավիճակը եւ որպես գերտերություն չի կարող հավասարապես ներգրավվել մի քանի տարածաշրջաններում առկա կոնֆլիկտներին։ Սողոմոնյանի խոսքով սա եւս մեկ հանգամանք է։ Որպես գերտերություն նրան առաջին հերթին անհանգստացնում է Չինաստանի աճը, Չինաստանի զարգացումը եւ բոլոր ռեսուրսները պետք է որպես գերտերություն ուղղի նրան, որ արևելյան կիսագնդում չձևավորվի այնպիսի մի ուժային կենտրոն, ինչպիսին որ ինքն է արևմտյան կիսագնդում։ Թրամփը խոստացել է խաղաղության ու բարգավաճման ամերիկյան ոսկե դար, խոստացել է լրացնել աշխարհի բոլոր թնդանոթները։ Հետևաբար ցանկացած այլ ֆոնային գործընթաց, որը կարող է խառնել խաղաքարտերը ու շեղել հիմնական առաջնահերթություններից, Թրամփին պետք չէ։ Գառնի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, ABC Media։